Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր պարոն Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ այժմին մեզ հետ եք։ Պարոն Հովհաննիսյան, դուք շատ վաղուց եք քաղաքականության մեջ եւ բազմաթիվ տարիներ կարողացել եք գնահատել, դիտարկել Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր երկրների հետ կապված եւ Հայաստանի հետ կապված։ Այն ինչ այժմ կատարվում է, կարծես թե ոմանց գնահատմամբ անտրամաբանական է։ Մի կողմից Ռուսաստանը էմբարգո է հայտարարում հայաստանյան ապրանքների նկատմամբ, արգելափակում է հայաստանյան ապրանքների մուտքը Ռուսաստան, ընդհուպ մինչև երեկ էլ իմացանք խմելու ջրի, ուրեմն շշալցված թե ջուրն է արգելել։ Որ ջուրը երկրորդ տեղն է։ Այո։ Մյուս կողմից սրտնեղում է, Օվերչուկը սրտնեղում է, ասում է ապրանքաշրջանառությունը ուրեմն կրճատվել է, տեսեք խայտարակություն է, ինչու պետք է այդպես լինի։ Եվ մյուս կողմից արդյոք նորմալ է գնահատում այն հանգամանքը, որ Ռուսաստանը այլ երկիր, մեկ այլ երկրի ստիպում է, որպեսզի այդ երկիրը անցկացնի հանրաքվե։ Դա նորմալ երևույթ է թե ոչ։ Հարցս հետևյալն է. ինչպես է գնահատում Ռուսաստանի այս քաղաքականությունը։ Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից։ Ինչին է ձգտում։ Հանրաքվե այն հարցով, թե արդյոք Հայաստանը ճիշտ կլինի, եթե անդամակցի Եվրոպական միությանը, թե մնա Եվրասիական միության անդամ։ Այս հարցադրումը իհարկե վրդովեցնող է, բայց մեր կողմից պետք է ասեմ, որ այդպիսի կեցվածքը Ռուսաստանի միանգամայն կանխատեսելի էր, եթե հաշվի առնել, որ Ռուսաստանը գտնվում է ծանր վիճակում, այսինքն ստիպված է կամ ինքը հենց իր ընտրությամբ նախընտրել է պատերազմել Ուկրաինայի դեմ եւ այդ իրավիճակում հասկանալի էր, որ եւ ես քանիցս ասում էի, քանիցս դրա մասին ասել եմ նաեւ ձեր ծրագրերում, որ չի կարելի կատաղած արջին ուրեմն կատաղեցնել, էլ ավելի կատաղեցնել, ես կասեի այսպես, էլ ավելի։ Հայաստանը կատաղեցնում է։ Գիտեք այն, որ ես դա ասել եմ իմ ելույթներում, մասնավորապես նախընտրական դեբատների ժամանակ, հմեկով, հանրային հեռուստատեսությամբ, ուղիղ ասել եմ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչին, որ այդ դեբատներին մասնակցում էր, ինձ հետ միասին, ուրեմն եւ պարզ ասել եմ, որ այն, որ Հանրապետություն կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի այդ կուսակցությունը հանուն հանրապետության, ձեռնամուխ եղան ստորագրահավաքի, 50,000 ստորագրություն հավաքեցին, մտան ազգային ժողով եւ օրենքի տեսքով ձևակերպեցին Հայաստանի փաստորեն կուրսը, Հայաստանի ուղեգիծը մտնելու Եվրոպական միություն։ Սա չմոտիվացված քայլ էր եւ հասկանալի էր, որ այդ ուժերը մեր ժողովրդի, մեր քաղաքացիների, մեր երկրի, ուրեմն երկիրը վտանգի տակ դնելու հաշվին փորձում էին նախընտրական դիվիդենդներ շահել։ 25 թվականին դա տեղի ունեցավ, չէ՞։ Նախընտրական տարի էր եւ այս ուժերը հաշվի առնելով այն, որ մեր ժողովուրդը շատ հասկանալի պատճառներով դժգոհ է Ռուսաստանից, չի վստահում Ռուսաստանին եւ դրա պատճառը Արցախի ճակատագիրներ, քանզի այնտեղ Ռուսաստանի խաղաղապահ, ճակերտավոր խաղաղապահ, ինչպես կյանքը ցույց տվեց, ուժերն էին տեղակայված եւ այդ ուժերը դիտորդի դերում հանդես եկան, երբ տեղի ունեցավ տեղահանություն, երբ տեղի ունեցավ
արցախահայության բռնի տեղահանություն Արցախից։ Եվ սա պարզ է, որ մեր ազգաբնակչությունը, մեր ժողովուրդը, մեր հայաստանցիները ուրեմն դժգոհ են Ռուսաստանից եւ այդ դժգոհության մասին Ռուսաստանում հայտնի է եւ այդ ֆոնի վրա հասկանալի էր, որ այդ 50,000 ստորագրություն հավաքելը հեշտ գործ է, դժվար գործ չի եւ ազգային ժողովն էլ նախընտրական տարում, եթե այդ հարցադրումով հանրապետություն կուսակցությունը եւ հանուն հանրապետության կուսակցությունը այդ երկու կուսակցությունները մտնեն ազգային ժողով այդ ստորագրություններով, պարզ է, որ իշխող ուժը քաղաքացիական պայմանագիրը, որը նույնպես խնդիր ուներ իր դիվիդենտները ավելացնելու, իր շանսերը նախընտրական շրջանում ավելացնելու եւ հասկանալի էր, որ տարին նախընտրական է, նրանք պետք է ընդունեին դա, բայց իմաստը դրա որն է, բացի այն, որ այս ուժերը կարողացան դիվիդենտներ շահել։ Այսինքն դուք նկատի ունեք, որ այդ ստորագրահավաքը հենց այն, այսպես կարմիր լաթն է, որը այո, միանգամայն զայրացրեց Ռուսաստանին։ Ճիշտ էլ ասեցիք, այո, դա ինչպես ցուլի համար կարմիր լաթը։ Ցուլն ու արջը երևի համեմատելի են։ Այսինքն դուք համարում եք սխալ այդ գործողությունը, այդ ստորագրահավաքը դեպի Եվրամիություն, դա ուղղակի ուղղվածությունը Հայաստանի, դա եվրոինտեգրումը, ռեֆորմները եւ այլն։ Այդ ամենը հանցագործությանը հավասար սխալ։ Ինչով է հանցագործությանը հավասար սխալ։ Այսինքն Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի ծիրուկ։ Ով էր ասել, մենք մի րոպե, մենք մտադիր էինք դրանից հետո, այսինքն օրենքի ընդունումից հետո դիմել անմիջապես դիմել Եվրոպական միությանը եւ հայտ ներկայացնել անդամության։ Եթե մենք դա մտադիր էինք անել, դա հասկանալի էր, բայց եթե մենք դա մտադիր չէինք անել, դուք ինձ բացատրեք, դրա իմաստը ո՞րն էր։ Այսինքն իմաստը դրա, այդ օրենքի ընդունման իմաստը ո՞րն է, որ հիմա այդ օրենքն են դարձրել մատի փաթաթան Ռուսաստանը, որ դիմում է այս քայլերին, դարձել է մատի փաթաթան, որ պահանջում է, որպեսզի հանրաքվե անցկացվի, որտեղ մեծ հաշվով ով սադրեց Ռուսաստանին, որպեսզի պահանջի հանրաքվե անցկացնել, ժամշուտ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Իհարկե այս երկու կուսակցությունները, այս հանրապետություն եւ հանուն հանրապետություն։ Այսինքն այդ երկու կուսակցությունները ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե կառավարությունը, ոչ թե իշխանությունները, որոնք, ինչպես դուք եք ասում, պետք է օրենքը ընդունելուց հետո արագ կարճ ժամանակահատվածում դիմեին անդամակցության։ Եթե չեն դիմել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցենտրիստական ուժեր են մեր քաղաքական դաշտում, եթե նայել։ Դրանք ցենտրիստական ուժեր են։ Ուրեմն աչից քաղաքական դաշտում տեղակայված են ռադիկալ արևմտամետ ուժերը, իդեմս այդ ձեր նշած կուսակցություն։ Այո, իմ նշած Արամ Զավենի Սարգսյանի եւ Բաբաջանյան Արմանի կուսակցությունները, դրանք ռադիկալ եւ նրանց հարող ուժերը, դրանք ռադիկալ արևմտամետներն են եւ ձախից այնտեղ տեղակայվում են ուրեմն ռադիկալ ռուսամետները, ռուսաստանամետները։ Դրանք ձախից, դուք հայտնի է, դա պատերազմի կուսակցությունն է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է բնութագրում, այսինքն դա եռագլուխ կուսակցությունն է, որ այսօր Գագիկ Ծառուկյանը չկա արդեն ցանկում։ Չկա, բայց միևնույն է, նրանք ըստ էության ընտրություններին մասնակցում էին կոալիցիայով, պարզապես դա ձևակերպված չէր եւ ձևակերպված չէր մի պարզ նպատակով, որ ասենք Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չմտնի, որ չմտնեն այդ մեծ տոկոսների տակ, դրա համար բնականաբար այդ ուժերը, բնականաբար դրանք մի ուժ ըստ էության
դրանք մի Քոչարյանի եւ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի Չէ, Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանը դա ֆիգուրա չի, Սամվել Կարապետյանի հետևում պետք է տեսնել Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանն է Սամվել Կարապետյանի այսպես ասած պատրոնը, կնքահայրը, նրա միլիարդատեր դառնալու ուրեմն դափնիները պատկանում են Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժ Սարգսյանը նրան հոկտեմբերի 27-ից հետո, մինչև հոկտեմբերի 27-ը նա համեստ հնարավորությունների տեր բիզնեսմեն էր, բավականին համեստ, սովորական, միջին կարգի։ Հոկտեմբերի 27-ից հետո, երբ Ղարաբաղյան խումբը վերցրեց ամբողջական իշխանությունը իր ձեռքը, ահա բուծեց այս օլիգարխներին, այդ թվում եւ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին, որը հետ հոկտեմբերի 27-ից հետո ստացավ այն անսահմանափակ հնարավորությունները գեր հարստանալու, որոնք նա ստանալ Վազգեն Սարգսյանի կենթանության օրոք չէր կարող։ Եռագլուխ կուսակցությունը դա հոկտեմբերի 27-ի չեմ ասում նրանք են կազմակերպել եւ իրականացնել այդ սպանությունները, բայց դա այն ուժերն են, որոնք ինչպես ցույց է տալիս այդ ամբողջ այս պատմությունը հոկտեմբերի 27-ից հետո այդ 20 տարիների 25 տարիների ընթացքում դրանք հիմնական շահառուներն էին, որտեղ նրանք գեր հարստացան եւ բուծվեց այդ օլիգարխիան հենց դարձավ Ղարաբաղի կործանման պատճառը։ Ինչու մեր ժողովուրդը չգնաց կռվելու այնպես, ինչպես 90-ական թվականներին Արցախի համար։ Ինչու 90-ական թվականներին մեր ժողովուրդը պատրաստ էր զոհողությունների գնալ։ Մարդիկ պատրաստ էին մեռնել հանուն Արցախի։ Հայաստանցիներս մենք պատրաստ էինք դա մեռնել հանուն Արցախի։ Բայց երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք այդ ժողովրդի տրամադրվածությունը, այդ կամքը չտեսանք, որովհետև մարդիկ հասկացել էին, որ իրանք գնացին մեռնելու առաջի պատերազմում Արցախի համար եւ հաղթանակի հասան, բայց հաղթանակի պտուղները ստացան այս զարհուրելի օլիգարխները, այս ահավոր կլանը, որը դրանից հետո ճնշեց, որը դրանից հետո ուրեմն քաղեց բոլոր պտուղները Վազգեն Սարգսյանի եւ Դեմոճյանի սպանությունից։ Ուրեմն եւ սարսափելին այն էր, որ մենք շահեցինք առաջի Ղարաբաղյան պատերազմը, մենք հաղթեցինք, բայց մենք տանուլ տվեցինք այդ 20-ամյա խաղաղությունը։ Մենք տանուլ տվեցինք այդ խաղաղությունը։ Իսկ Իլխամ Ալիևը հաղթեց այդ խաղաղության տարիներին, որովհետև 20 թվականի 44 օրյա պատերազմում ընդամենը տեղի ունեցավ Իլխամ Ալիևի հաղթանակի ձևակերպումը, որտեղ նա հաղթել էր այն ժամանակ, երբ կարողացավ արմատապես փոխել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, արմատապես փոխել եւ կարողացավ այդ տարիների ընթացքում համոզել Մոսկվային դիվանագիտական միջոցներով, ինչու ոչ, նաև կաշառքով, որը Ադրբեջանի փափուկ ուժի, այսպես ասած, soft power-ի առանցքն է, եթե չասեմ հիմքն է, կաշառքը, չէ, ասում են խավիարային դիվանագիտություն եւ այլն։ Այո, կարողացավ այդ 20 տարվա ընթացքում 20 տարին հաղթեց եւ այդ 44 օրյա պատերազմը դա ընդամենը այդ այսպես ասած ուժերի հավասարակշռության արմատական փոփոխության, երբ որ Ադրբեջանը 10 անգամ առավելություն ուներ մեր նկատմամբ պատերազմի ընթացքում 10 պատիկ առավելություն ուներ։ Եվ դա նա կարողացավ այդ 20 տարի մենք տանուլ տվեցինք խաղաղությունը, մենք խաղաղությունը տանուլ տվեցինք։ Դրա համար այստեղից դաս, որ հիմա էլ եթե խաղաղություն եղավ, խաղաղություն չի նշանակում, որ պայքարը, մրցապայքարը, չէ, պայքարը ավելի մեծ տեղ ունենալու արևի տակ դադարում է, չի դադարում։ Եվ հիմա էլ չի դադարել, ուրեմն մենք հիմա, երբ որ ասում ենք խաղաղությունը, մենք պետք է պատրաստ լինենք
այդ մրցապայքարում, որը շարունակվելու է այլ միջոցներով, չէ՞։ Ինչ են ասում, Կլաուզևիցը ինչ է ասել։ Պատերազմը դա քաղաքականության շարունակությունն այլ միջոցներով։ Այսինքն այդ մրցակցության քաղաքականության շարունակությունը այլ միջոցներով։ Այդ մրցակցությունը միշտ լինելու է։ Միշտ լինելու է։ Բայց պետք է ձգտել, որ այդ մրցակցությունը չվերածվի հերթական պատերազմի, բայց պետք է նաև այդ մրցակցության ընթացքում դու որպեսզի հերթական պատերազմի չվերածվի, դու պետք է կարողանաս հավասարակշռությունը գոնե պահել։ Հավասարակշռ, եթե չասեմ, որ առավելություն։ Իլխամ Ալիևը դա հասկանում է, դրա համար նա շարունակում է զինվել, շարունակում է ուժեղանալ, չի նշանակում, որ ինքը վաղը պատերազմը սկսելու։ Բայց նա շատ լավ հասկանում է, որ պատերազմը դա ավաղ մի երևույթ է, որից մարդկությունը չի կարողացել ձերբազատվել ոչ 20-րդ դարում, ոչ 21-րդ դարում, եւ արդյոք մի օր կկարողանա ձերբազատվել, ոչ ոք չգիտի, ոչ ոք չի կարող ասել, երևի կկարողանա, երբ որ տեղի ունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, այդ ժամանակ իսկապես հնարավոր կլինի մեկը միշտ խաղաղություն հաստատել, խաղաղություն ամեն էծին, բայց մինչև երկրորդ գալուստը չի եղել, պատերազմի վտանգը չի կարելի բացառել, եւ դա սուր մրցակցության հետևանք է, երբ որ դու տանուլ ես տալի այդ մրցակցության մեջ, հասկանում եք, մենք ունեինք պաշտպանության նախարարներ, որոնք բացահայտ հայտարարում էին, Վաղարշակ Հարությունյան, այդ նույն Սեյրան Օհանյան, որ շատ լավ է, որ Ռուսաստանը ծանր զենքեր է, մահաբեր զենքեր է վաճառում Ադրբեջանին, շատ լավ է, նա կվերահսկի, որպեսզի Ադրբեջանը այդ զենքերը չօգտագործի, աբսուրդ, բայց 20 տարի մենք ապրել ենք այդ աբսուրդի, այդ ստերի ազդեցության տակ, հասկանում եք, այդ ստի ազդեցության տակ, որ շատ լավ է, որ Ռուսաստանը վաճառում է զենք, թե չէ մեկ ուրիշը կվաճառեր, թե չէ Միացյալ Նահանգները, եղբայր, բացահայտ մեր ժողովրդի խաբել են, գիտակցաբար, որտեղ իրանք չէին կարող չհասկանալ, եթե դու գեներալ ես, դու չես կարող չհասկանալ, որ եթե զենքը կա, անպայման մի օր պետք է կրակի, մի օր պետք է կրակի, եւ եթե այդ զենքը կուտակվում է բացահայտ թշնամության պայմաններում, որտեղ ամեն օր Իլխամ Ալիևը հայտարարում էր, որ ինքը այդ հարցը լուծելու է, բայց մենք ամեն օր ազատությունով լսում էինք ազատությունով հայկական հաղորդումների Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խոսքերը նույն իմաստով Քոչարյանը ուրեմն հայ ժողովուրդը լուծել է Արցախի հարցը այդ լուծումը վերջնական է հիշում եք չէ հայտարարությունները ամեն անգամ ծրագրով տալիս է ծրագրի վերջում այս ելույթները Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը որ դուք ուրեմն կիմանաք թե ով է ծախել Արցախը ով է ծախում Արցախը այս չարագուշակությունը Լևոն Տեր-Պետրոսյանի եթերեն արձակել 20 տարի շարունակ եւ Սերժ Սարգսյանի Արցախյան հիմնահարցը ռազմական լուծում չունի պատերազմը բացառվում է մարդը որը ամենաշատ տարիներ ղեկավարել է պաշտպանության նախարարությունը չէ ամենաերգարակյաց պաշտպանության նախարարը եղել է հենց Սերժ Սարգսյանը եթե տարիները վերցնել նրա պաշտպանության նախարարի պաշտոնում բայց երբ նրան հարցնում էին նա պատասխանում էր բայց եթե պատերազմ լինի որտեղ լրագրողները հարցնում էին բայց եթե հանկարծ լինի մենք պատրաստ ենք պատերազմին մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմին ասում են միշտ պատրաստ տեսանք ինչպես պատրաստ եղան քարորիա պատերազմի ժամանակ մենք տեսանք եւ սա Ես ինչու եմ սա ասում մեր այս խոսակցության համատեքստում, որովհետև մեծ հաշվով, սիրելի հայրենակիցներ, դուք էլ պետք է լավ իմանաք, որ այս ուրեմն Ռուսաստանի փորձերը չճանաչել ընտրությունները, ուրեմն ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի,
ամեն ինչ անել։ Պայմանավորված չեն նրանով, որ այս Մոսկվան սիրահարված է այս ողորմելի այս երյակին, որ այս մարդիկ պատերազմի ժամանակ իրանք ինչպես են իրենց դրսևորել, մենք լավ գիտենք։ Սամվել Կարապետյանը իսկապես հավասարության նշան էր դնում Մոսկվայում նստած դովում էր, որ հանկարծ մի ավելորդ բան բերանից չթռցնի եւ հարվածի տակ չընկնի հենց Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից, որոնց գործակալն է ինքը, ինչպես փաստաթուղթն է ցույց տալի, հա, անձնագրային։ Այսինքն այս մարդկանց համար չի ուզում Ռուսաստանը հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Իր համար Ռուսաստանի համար, դա շատ կարևոր հարց է։ Որտեվ եթե Նիկոլ Փաշինյանը հեռացվի ժողովրդի կողմից, այս 44 օրյա պատերազմում կրած պարտության ֆոնի վրա, Արցախի կորստի ֆոնի վրա, վերջնական կորստի ֆոնի վրա, եթե հեռացվի ժողովրդի կողմից, դա կմեկնաբանվի, որ հայ ժողովուրդը համաձայն է, որ մեղքը հենց Փաշինյանինն է։ Հայ ժողովուրդը համաձայն է, որ Արցախը կործանվեց Փաշինյանի, ոչ թե Ռուսաստանի պատճառով, ոչ թե Մոսկվայի պատճառով, այլ Փաշինյանի։ Հասկանում եք, Մոսկվան խնդիր ունի ոչ թե ներկայի տեսանկյունից, նրանք մտածում են ավելի հեռահար, բայց եթե այդ մեղավորին չգտնեն, որի վրա կարելի կլինի բարթել մեղքը, այդ ողբերգության համար, հայ ժողովրդի այդ ողբերգության համար, բարթել մեղքը, ուրեմն մեղքը կմնա իրենց վրա, հասկանում եք, մեղքը ուրեմն իրենց վրա կմնա, որտև ինքը ծրագիրը եղել է հետևյալը, այդ ծրագիրը եղել է խորքայի, եւ այդ ծրագրի մասին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմացել են։ Ես ձեզ հիշացնեմ, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերին 44 օրյա պատերազմի ընթացքում 20 թվականի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Independent անգլիական պարբերականին, հայտի Independent պարբերականին, մեծ ընդարձակ հարցազրույց, պատերազմի ամենաթեժ ժամանակ, հոկտեմբեր ամսին, թարմ հետքերով այն ժամանակ ես եմ միայն անդրադարձել այդ հարցազրույցին, Մարինե Խարատյան լրագրողի հետ հարցազրույցում, ուրիշ ոչ ոք, բայց դա շատ հետարքիր, պատերազմը գնում, Սերժ Սարգսյանը, դա ես գնահատել եմ դեռ այն ժամանակ, որպես հայտ իշխանությունը վերցնելու, պատերազմից հետո իշխանությունը վերադառնալու իշխանության, հայտ, եթե հաշվի առնել այն, որ մինչ այդ հենց Սերժ Սարգսյանն էր հրավիրել Արմեն Սարգսյանին եւ նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում, եթե դա հաշվի առնել, հասկանալի է դառնում, չէ՞, եւ այդ հարցազրույցի իմաստը եւ այն, որ ինքը նշանակել էր Արմեն Սարգսյանին, մինչեւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին հանձնելը նշանակել էր Արմեն Սարգսյանին նախագահ, այսինքն դա էր արել, միակ գործը, որը արեց, դա էր, ուրեմն վարչապետ դառնալուց հետո, դա էր, դա նշանակեց նախագահ Արմեն Սարգսյանին եւ հանձնեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո հարցազրույց է տալի պատերազմի ամենաթեժ ժամանակ Independent-ին, որտեղ հայտ է ներկայացնում, որ ինքը գիտի, ինքը ասելիք ունի, ինքը դա կասի պատերազմից հետո, ուրեմն այդ սխալների մասին կասի պատերազմից հետո, այդ սխալների մասին, որոնք բերեցին մեղավորի մասին կասի պատերազմ, հայտ էր, դա հայտ էր բանից պատերազմից հետո իշխանությունը վերցնելու հայտ էր։ Independent։ Ինչ արդյունքով պատերազմից հետոն, որն է, որ արդյունքով պետք է վերջանար պատերազմը։ Որ արդյունք հասկանալի էր, լսեք, ուրեմն այդ Իլխամ Ալիևը մենք չպետք է նրանք թերագնահատենք։ Նա շատ որտեվ նա իր հորը տեսել է, չէ, հերնել 20 տարի, ուրեմն պակի գեներալ էր,
գիտենք իր հերը ինչ պտուղեր, ինքը տեսել է, չէ՞ այդ հորը։ Եվ շատ բան սովորել է նրանից։ Եվ նա շատ ժողովրդական լեզվով ասած քոքվածն է։ Նա եթե նա 100%-ով չիմանար վստահ չլիներ, որ այդ պատերազմը շահելու է, նա չէր սկսի այդ պատերազմը։ Նա շատ լուրջ է նախապատրաստվել։ Տարիներ շարունակ եւ պահը ընտրել է եւ ամեն ինչ արել է, որպեսզի արդյունքը լինի 100%-անոց։ Ինքը նաեւ ինքը ապրոբացիա է արել քարորյա պատերազմը 16 թվականի, չէ՞։ Այսինքն ինքը փորձարկել է, չէ՞, ինչ էր ասում մեր կոմանդոսը, լուսահոգի Արգադի Թադևոսյան։ Ասում էր, սա ռուսերեն էր ասում, ինքը ռուսախոս էր, «Это проверка боем», այսինքն սա քարորյա պատերազմի մասին։ Սա ստուգում է մարտով, պատերազմով ստուգում է, այսինքն նա սկզբից ստուգեց մեր կարողությունները, հնարավորությունները, թե արդյոք մենք ունակ ենք դիմադրելու այդ թռչող սարքերին, անօթաչու սարքերին, կարող ենք դիմակայել, թե ոչ։ Դի կորեկցիա արեց։ Ինքը կորեկցիա, արդյոք ինքը կարող է ինքնուրույն հասնի արդյունքի, թե առանց Թուրքիայի չի լինի, որտեղ ինքը կցանկանար, որ եւ Թուրքիան կցանկանար, որ ասենք։ Մի խոսքով դուք ուզում եք ասեք, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեջ արդեն պարտությունը ակնարկվում է կամ վերադառնալով մեր զրույցի թեմա, ես ասեմ, թվում է թե ինչու է Պուտինը եւ Ռուսաստանը ձգտում ամեն գնով հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը, ես ասեցի, ցենտրիստ է։ Ինքը ռադիկալ չի, ինքը Արամ Զավենի Սարգսյան չի ու այդ Արման Բաբաջանյան չի։ Ինքը ցենտրիստ է, ինքը մեջտեղում է։ Փորձում է հավասարակշռել։ Ինքը գնաց անցած տարի Հոբելյանին, ինքը պատրաստ էր Ռուսաստանի հովանու ներքո բանակցել Իլխամ Ալիևի հետ, Իլխամ Ալիևը չեկավ եւ նախընտրեց գնալ Վաշինգտոն, դա Իլխամի ընտրությունն էր, ոչ թե Նիկոլի, Նիկոլը ստիպված էր այդ ընտրության հետ հաշվի նստել, որտեղ Իլխամը հաղթող կողմն է պատերազմում եւ սա չի կարելի անտեսել, պետք է ի վերջո մնալ ռեալ պոլիտիկի հողի վրա։ Եվ նույն Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ ինքը ռուսերեն կարդում է Եվգենի Օնեգին, Պուշկին։ Հատուկ դուրս եկավ լայվ եւ ասում է, որ ինքը կարդում է եւ այլն, սա սիգնալ էր, մեսեջ էր, որ ես հակառուս չեմ։ Ես Ռուսաստանի դեմ չեմ, բայց ինչու են իրան ուզում այդպես հանել, ինչու չեն ուզում իր այդ պայմանավորը։ Այս հարցը կա մեջտեղում, Ռուսաստանում հասկանում են, որ մեր ժողովուրդը ինչու ընտրեց 21 թվականին Փաշինյանին, որտեղ շատ լավ հասկացել էր, որ այդ ուրեմն որ Մոսկվան ուզում է Փաշինյանի վրա բարթել մեղքը։ Իր մեղքը հայ ժողովրդի առաջ փորձում է բարթել Փաշինյանի վրա եւ դրանով այդ մեղքից ձերբազատվել։ Հասկանալի է, չէ՞։ Հա, ի վերջո ապագա սերունդների աչքում նաեւ։ Սա այնպեսի մի վերք է, որը հայ ժողովուրդը չի մոռանա։ Եվ դրա համար սա շատ կարևոր հարց է, ոչ թե այդ ողորմելիներին իշխանություն բերել է ուզում, կամ սիրահարվածա Ռոբերտ Քոչարյանին, կամ այդ Ծառուկյան Գագիկի ծիծաղելի, կամ Սամվել Կարապետյան ծիծաղելի, հասկանում եք։ Ծիծաղելի է։ Նրանք չէ որ խնդիրն են։ Այս մեղավորին է պետք գտնել, հասկանում եք։ Այ ասենք ոնց որ անցած դարի սկզբին, անցած դարի 20-ական թվականների չէ մեղավորին գտան։ Դաշնակցությունը։ Մեղավորը դաշնակցություն, Ղարսը կորցրեցինք, այս կորցրեց հայ ժողովուրդը, մեղավորը դաշնակցությունը։ Հիմա նույն ձևով պետք է գտնել այդ մեղավորին, որ նրա վրա բարթել, նույն պատմությունն է։ Բայց իրականում իհարկե հասկանալի է, չէ, որ ռուս զորքերը ինչպես հիմա տեղի ունեցավ, այնպես էլ այն ժամանակ դուրս եկան պատասխանատ իրանց վրայից
գցեցին իրենց դաշնակցային պատասխանատվությունը եւ հետագայում նույնպես, բայց գտան մեղավորին, հայ հեղափոխական դաշնակցություն, այ ամբողջ այդ դրա համար էլ ասում են հայ ժողովրդի ողերիմ ճշնամի, հայ հեղափոխական դաշնակցությունն է մեղավոր, որ կորցրել են Սուրմալուն, Ղարսը եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա էլ նույն Հիմա նույն տրամաբանությամբ անհրաժեշտ է, որ այդ մեղավորը լինի այս Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար այս Նիկոլ Փաշինյանը գնում է ուրեմն Ղրղստանի ուրեմն վարչապետը նրան շնորհավորում է, ցուցադրաբար նրանք լռում են, չեն շնորհավորում։ Ցուցադրաբար լռում են։ Այսինքն սա պետք է հասկանալ սրա խորքային պատճառը։ Այ խորքային պատճառը սա է, որտեղ այս ծրագրում, որը համաձայնեցված էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռուսաստանի կողմից էր։ Այո, այս ծրագրում, որը համաձայնեցված էր ուրեմն 18 թվականից։ Լսեք, այդ նույն մարդիկ մարտի 1 սարքեցին, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյանի նման, հասկանում եք, ակսակալի դեմ կազմակերպեցին մարտի 1։ Նիկոլ Փաշինյանը ով էր, որ 18 թվականին այդ նույն Վովա Գասպարյանը եւ այլն շատ ավելի լայց ձևով չանեին մարտի 1 առանց զոհերի, բայց մի քիչ ծեծեին։ Իրանց ձեռին չէր դա։ Այդ նույն բանին այդ նույն հավաքված երիտասարդությանը չքշեց այդ նույն Գասպարյան Վովան, որպեսզի հասնեն նրան, որ հեծերը դառնան Սամվել Կարապետյանի սեփականությունը։ Օգտագործեցին, հետո քշեցին։ Այդ հասկանալի չի։ Այդ 15 թվականի բանն եք պատմում, Էլեկտրիկ Երևանը։ 15 թվականի չէ, եթե չեմ սխալ, 15 թվականի ճիշտ համարը։ Ուրեմն սա ինչա նշանակում, սա համաձայնեցված էր իրանց հետ, այսինքն որ այս ամբողջ process-ը, որ դուք պատրաստ պետք է լինեք իշխանությունը խլել Փաշինյանի ձեռից, վերցնել, դուք պատրաստ պետք է լինեք նրան մեղադրել, դուք պատրաստ պետք է լինեք նրա վրա բարդել պատասխանատվությունը Ղարաբաղի կորստի համար, որպեսզի մենք կարողանանք այդ պատասխանատվությունը մեր վրայից թոթափել։ Եվ դրա համար ոչ ոք չի ասում շատ պարզ էլեմենտար մի բան։ Եղբայր, ինչ եք ուզում այդ Փաշինյանից։ Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում, նա Արցախի համար պատասխանատու էր։ Արցախի ճակատագրի համար նա պատասխանատու էր, Արցախի ճակատագրի համար պատասխանատու են նրանք, ովքեր սկսել էին Արցախյան շարժումը եւ 20 տարի Երևանում իշխանությունը նրանց ձեռքում էր։ Դե ասում են Պրահայում ասել ես Արցախը Ադրբեջանի մաս է։ Չէ՞։ Ուրեմն պարզ Վերջի թեման դա չէր։ Մի րոպե, ուրեմն Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը եւ հայտարարել է Գազայի կենաց մահու կռիվը տեսնում եք, չէ՞, Գազայում արաբ ժողովրդի։ Դրանցից ով է մեղադրել որևէ արաբական երկիր, իսկ դրանք շատ են, մեղադրել նրանում, որ այդ երկրները չեն մտնում առճակատման մեջ, ուղղակի ուժային առճակատման մեջ չեն հայտարարում, որ իրանք ուրեմն պատրաստ են գնալու բոլոր անհրաժեշտ բոլոր քայլերի, հնարավոր քայլերի, որպեսզի պաշտպանեն արաբ ժողովրդին։ Եվ ինչու որևէ մեկը այդ Գազայի արաբներից չի մեղադրում,
չի մեղադրում, հասկանում եք, չի մեղադրում, չի ասում, որ դա դավաճան են, չի ասում, որ բան է, այլ սիսին դավաճան է, մյուսը դավաճան է, բա եկա երկիրա, հասկանում եք, ունեն տասնյակ պետություններ արաբները, ունեն տասնյակ, ենթադրենք մեկը դրանցից մտներ, թեկուզ իրա ավերման, ավերատության գնով պաշտպաներ այդ դժբախտ ժողովրդին, որովհետև հասկանում են ուժերի հարաբերակցությունը այսօր Իսրայելի եւ այդ երկրների միջև, որ Իսրայելը գերհզոր է եւ հասկանում են, որ եթե որևէ մեկը դրանցից միջամտեց, կարող է հողին հավասարացնել հрьяաները։ Դա հասկանում են։ Չնայած ունեն տասնյակ պետություններ արաբները։ Այն բանից հետո, երբ որ Արցախը արդեն մենք ի վիճակի չեղանք պաշտպանել, մենք ունենք մի պետություն, եւ այդ պետությունը կարող են կորցնել։ Այո, Թուրքիան եւ Ադրբեջանը միասին, հասկանում եք, երբ որ այս շարժումը սկսվում էր, իսկ այս շարժումը դժբախտաբար սկսվեց գրողների, իմ լուսահոգի տատը ասում էր, ուրեմն գրողների միությունից ամեն ինչ կարող է դուրս գալ։ Ուրեմն այս զգացմունքային, չէ, մենք դժբախտ մարդիկ ենք եղել, որ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչները չեն ղեկավարել մեզ, այդ նույնը եղել է նաև առաջին հանրապետության տարիներին, ցավոք սրտի գրողները առաջնային դերակատարություն են ունեցել, դե պարզ է, 600 տարի պետականություն չենք ունեցել, դրա համար Թումանյաններ ստիպված, Շանտներ ստիպված, Տերյանը, պարոն Հովանեսյան, ինձ հուշում են, որ գովազդի պետք է դուրս գանք, այդ պահից կշարունակենք 88 թվականից, գովազդի սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա, այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից, կարծես թե պատասխանեցիք այդ հարցին, ուզում եք առաջին հատվածում դուք այդ հարցին եք պատասխանում։ Մնաց երկրորդ հատվածը այդ հարցի։ Իսկ ինչպես պետք է կառուցի իր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ կամ ընդհանրապես ինչպես պետք է հիմա, ինչ պետք է անի հիմա Հայաստանը։ Ես ձեր հարցին կպատասխանեմ եւ ցանկանում եմ, որպեսզի մեր ունկնդիրները ուշադիր լսեն եւ կարեւորեն այն, ինչ ես հիմա կասեմ։ Բանն այն է, որ նման իրավիճակներից դուրս գալու միակ բանալին դա այն է, երբ ժողովրդի բոլոր ներկայացուցիչները քաղաքական թատերաբեմում համախմբեն իրենց ջանքերը մի նպատակով, որպեսզի կասեցնեն, չեզոքացնեն այս խայտառակ ճնշումները հայ ժողովրդի դեմ։ Միասին կարող են չեզոքացնել։ Ես ինչ խորհուրդ կտամ այս իշխանությանը, նրանք պետք է հրավիրեն այս ընդդիմությանը։ Տեսեք, ես Facebook-ում գրել եմ այդ մասին, որ ես ինքս դիմեցի, չէ, ռուսերենով ձեր ծրագրում ռուսական Պուտինին, Ռուսաստանին պահանջելով, որպեսզի դադարեցնեն ճնշումները հայ ժողովրդի դեմ։ Սա քաղաքական դասի դեմ չեն ճնշումները, այդ ճնշումները հայ ժողովրդի դեմ են։ Հայ ժողովրդի նկատմամբ են այս ճնշումները։ Մեր շենականների նկատմամբ են այս ճնշումները։ Այսինքն ժողովրդին ուզում են պատժել, որ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի օգտին, որտեվ ծրագիրը այն էր, որ ժողովուրդը պետք է հեռացնի Նիկոլ Փաշինյանին, իսկ Մոսկվան մեկնաբանի դա, տեսեք, հայ ժողովուրդը համաձայնվեց, որ Ղարաբաղի կորստի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, Դավաճանը Նիկոլ Փաշինյան։ Նորից եմ ասում, իշխանությունները պետք է հրավիրեն այս եռագլուխին եւ ասեն, այս ճնշումները մեր ժողովրդի դեմ, ձեր պատճառով են, դուք չեք ընդունում ընտրությունների արդյունքները։ Հիմա եթե եկել եք, մտել եք ազգային ժողով, աշխատում եք, պաշտոններ եք կիսում, ուրեմն բարի եղեք այդ մարդկանց հասկացնել, որ ընտրությունները ավարտվել են, կայացել են, եւ Նիկոլ Փաշինյանը դե յուրե եւ դե ֆակտո Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ղեկավարն է։ Ուրեմն բարի եղեք դրա հետ հաշվի նստել, որովհետեւ մեծ հաշվով այսօր պարզ է, չէ, որ Ռուսաստանը ամենակոշտ ձևով ցույց է տալիս, որ ինքը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին այդ դերում։ Կոշտ ու կոպիտ չի ընդունում, չի ճանաչում։ Պարոն Հովհաննիսյան, բայց խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ եկել է խորհրդարան, վերցրել է մանդատները, որպեսզի հասնի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Ճիշտ է։ Դա է նրանց նպատակը խորհրդարան։ Եթե դու տեսնում ես, դուք էլ ասում եք եկեք իրանք իրար հետ։ Չէ, մի հարցում, այս ժողովրդին այս ճնշումներից ազատելու հարցում, ուրիշ բանի մասին չեմ ասում։ Թող մյուս հարցերում իրանք պայքարեն, բայց այս ճնշումներից, այսինքն այս ընդդիմությունը եռագլուխ պետք է դիմի Ռուսաստանին, խնդրելով, պահանջելով, դիմելով, որ մի րոպե ասեմ ինչ, երևի չհասկացաք, դիմի ասելով, որ այս ճնշումները արդյունավետ չեն, որ իրանք նման պաշտպանության կարիք չունեն, որ իրանք քաղաքական ուժեր են, որոնք նպատակ ունեն հենվելու միայն սեփական ժողովրդի վրա, որ Մոսկվայի աջակցության կարիքը չեն զգում, որտեղ այդ Մոսկվան, այս ճնշումներ, հասկանում եք այդ որ ասում են հանրաքվե անցկացրու, դա պատճառ չի, պատճառը ես ասեցի, չէ։ Իրանք դուք կարծում եք իրանք դա ասում են հանրաքվե անցկացրու, նրանք հանրաքվեի անցկացման պահանջ են դնում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին կոպիտ ասած կզացնեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ոտնակոխ անեն դրանով քաղաքական առումով, դարձնեն փալազ, որից հետո արդեն բնականաբար Նիկոլ Փաշինյան դիմազրկված կհեռացվի այդ նույն եռագլուխ ուժերի կողմից։ Նրանք նպատակ ունեն
Նիկոլ Փաշինյանին հերացնելու։ Դրա համար թե չէ նրանք չեն մտածում, որ վաղը մենք գնալու ենք Եվրոմիության անդամ դառնանք։ Իրենք են հենց ասում, որ Հայաստանը պարզապես տնտեսապես պատրաստ չի իր տնտեսության վիճակից ելնելով, իր կախվածությունից Ռուսաստանից ելնելով, պատրաստ չի եւ չի կարող անդամակցել Եվրոմիությանը։ Շատ իրանք էլ են դա ասում, բայց եթե գիտեք, որ Հայաստանը պատրաստ չի, ինչու եք այսօր ուզում ամեն գնով պահանջում եք հանրակրվեն, չի, որպեսզի դա ոչ թե նպատակա, դա միջոց է ուժեղացնելու ճնշումը Նիկոլ Փաշինյանի վրա եւ ստիպելու, որ նա հեռանա։ Իսկ եւ հերացվի նաեւ դժգոհություն առաջացնելու Նիկոլ Փաշինյանից ներսում, որ ժողովուրդը դուրս գա հերացնի, իսկ այդ հերացման պատճառները կմեկնաբանի Եռագլուխը, կասի տեսակ ժողովուրդը ճանաչեց, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արցախի կորստի համար, ու հարցը Արցախի փակվում է, Նիկոլ Փաշինյանը ճանաչվում է մեղավոր, ինչպես այն ժամանակ Կարսի, Սուրմալուի, մյուսի հարցերը արևելյան Հայաստանի կորցրած նահանգների հարցերը փակվեցին, որովհետև գտան մեղավորին, դաշնակցության։ Պարոն Հովհաննիսյան, հեռախոսազանգ եմ ընդունել։ Այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, ողջունում եմ ձեզ հեռավոր Գլենդելից։ Ես հետևում եմ ձեր հոդվածներին դեռ 90-ականներից, երբ ես սովորում եմ միջազգային հարաբերություններում, բայց իմ հարցը կապված է ձեր դիտարկման հետ, որ պետք է սադրել Ռուսաստանին։ Պարոն Հովհաննիսյան, կատաղած արջին սպանում են կամ պաշտպանվում են։ Պաշտպանվելու համար պետք է զինվել, ձեռք բերել դաշնակիցներ։ Եվ հիշեցնեմ, որ սովորաբար երկրները ոչ թե կատաղությունից են գործում, այլ շահերից։ Ադրբեջանը բռնդեց ռուսներին իր հողից, բայց Ռուսաստանը լավ է նրանց հետ։ Կուզենայի իմանալ, ինչը մենք արեցինք, որ սադրեցին Ռուսաստանին։ Հիշեցնեմ մեկ փաստ, որ դեռ մինչև Եվրաքվեն, դեռ 22 թվականին, մենք կորցնում ենք ջերմուկը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջոցով, Եվրոմիությունը ուղարկեց դիտորդներ, Արևմուտքը դա կանխեց եւ 3 տարի չի եղել ոչ մի ներխուժում։ Իսկ այն, որ Ռուսաստանը փորձում էր մեծ ծայրագավառ դարձնել, դա հայտնի է բոլորին։ Դեռ Ռուբեն Վարդանյանն էր ասում, ոնց անենք, որ դառնանք Թաթարստան, Կիևի վրա հարձակումից հետո։ Կուզենայի իմանալ, եթե այդ արշ Ռուսաստանը փորձում է մեզ կլանել, դա է նրա նպատակը, եւ մենք փորձում ենք մերձենալ մեզ դաշնակիցների հետ, որն է այդտեղ սադրումը Ռուսաստանին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ լավ հարց էր։ Շնորհակալություն հարցի համար։ Ես լիովին համաձայն եմ, որ մենք պետք է անպայման եւ այդ առումով ես գտնում եմ ճիշտ հիմնավոր այն, որ մենք ուրեմն ռազմավարական համագործակցության պայմանագրեր են կնքել արդեն եւ Ֆրանսիայի հետ եւ Գերմանիայի հետ վերջերս եւ վերջ չեմ ասում Միացյալ Նահանգների մասին ես TRIP ծրագիրը համարում եմ ուրեմն չափազանց կարևոր այն առումով, որ դա երաշխիք էր, որ մենք կարողանանք պահել Սյունիքը, որտեվ Սյունիքի վրա Ադրբեջանը աչք ուներ եւ դա չէր թաքցնում եւ ոչ մեկից։ Եվ պարզեր, որ Ռուսաստանի հետ դաշնակցելով մենք Սյունիքը չենք պահի։ Եվ անհրաժեշտ էր TRIP ծրագրի միջոցով երաշխիք ստեղծել, տնտեսական կարևոր երաշխիք ստեղծել եւ Միացյալ Նահանգների անձրևանոցի տակ մտնել Միացյալ Նահանգների անձրևանոցի տակ։ Ես դա համարել եմ ճիշտ, դրա մասին խոսել եմ, ասել եմ դեռ մինչև TRIP-ի հայտ գալը, որ դա է միակ ճանապարհը, որ մենք կարողանանք մտնել Միացյալ Նահանգների, նույնիսկ ոչ թե Եվրոպայի, այլ հենց Միացյալ Նահանգների անձրևանոցի տակ։ Քիչ է ժամանակ մնում, հարցը ինչով է Հայաստանը կատաղեցրել, ուրեմն շատ պարզ, որովհետև ես նորից կրկնում եմ, որ չի դիմել անդամակցության, օրենքը ընդունել է, բայց չի դիմել արագ։ Ոչ, այդ օրենքը իմաստ չուներ, այդ օրենքը ընդունում են, երբ որ երկիրը պատրաստ է, մենք նորից եմ ասում, մտադիր չէինք, այսինքն օրենքը ընդունվում է, հաջորդ օրը երկիրը պետք է հայտ ներկայացնի։
Եթե հաջորդ օրը օրենքի ընդունման հաջորդ օրը երկիրը հայտ չի ներկայացնելու, ինչ իմաստ ունի այդ օրենքը ընդունել։ Այսինքն դուք համարում եք դա պոպուլիզմ, նախընտրական Միանշանակ ընտրությունների նախօրյակին է սուժերը, որոնք մարգինալ են իրեն, չեն կարողացել հաղթահարել 5%-ը 21 թվականին, ուզում էին այդ ձևով հաղթահարեին 5%-ը այժմ դուք համարում եք, որ թվականի եթե օրենքը ընդունված է, Հայաստանի Հանրապետությունը ժամ առաջ, ես հարցնում եմ, ժամ առաջ պետք է արագացնի Եվրո միությանը անդամակցության գործընթացը, հայտ ներկայացնի, չգիտեմ ինչ որ ուրիշ գործողություններ անի։ Ուրեմն Այո, դա է ձեր առաջարկը։ Մի րոպե, ես գտնում եմ, որ եթե այդ օրենքը ընդունել են, եւ ընդունել են ոչ թե պոպուլիստական նկատառումներից, նախընտրական նկատառումներից ելնելով, այլ ընդունել են, որովհետեւ իսկապես մտադիր են արագացված կարգով անդամակցել, մտադիր են, որպեսզի երկիրը արագացված կարգով անդամակցի Եվրոմիությանը, ուրեմն այդ քայլը պետք է անեն, դա տրամաբանական է։ Դրա համար այդ Պուտինը ինչ է ասում, Մոսկվան ինչ ասում, ասում է, եթե այս օրենքը ընդունել եք, ուրեմն պետք է հանրաքվե անցկացնեք։ Եթե օրենքը ընդունած չլինեիք, այդ պահանջը մենք ձեզ չենք ներկայացնի։ Բայց ինչու հանրաքվե։ Այդ հանրաքվեն է անհասկանալի։ Ես էլ ասեցի։ Մենք հանրաքվեով ենք ԵԱՏՄ-ի կազմ մտել։ Արդյոք այդ հանրաքվեն է եւս անհասկանալի, բայց դուք ասում եք Նիկոլ Փաշինյանին ճնշելու միջոց է դա։ Որտեղ հանրաքվեի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով։ Մոսկվան չի խոսել այդ մասին առաջինը։ Մոսկվան էլ այդ, այսինքն որ մի բան ասում ես, պետք է մտածես դրա հետևանքների մասին։ Մեր քաղաքական գործիչները, մեր քաղաքական դասը այդ փորձառությունը չունի։ Հասկանում եք, մեր քաղաքական գործիչները ավաղ, երբ որ մի բան ասում են, չեն մտածում դրա հետևանքների մասին։ Մենք ենք ասել, որ հանրաքվեի միջոցով պետք է լուծվի այդ հարցը։ Ուրեմն նա էլ քո այդ ասածից բռնել է։ Քո լեզվից բռնել է, ասել է դու ասացիր, չէ, մենք էլ ասում ենք, որ դու չպետք է որոշես ժամկետը, որովհետև դա նաև առնչվում է մեր հետ, քանի որ մենք խնդիրներ ունենք, մենք պետք է այսօրվանից իմանանք, դուք դուրս եք գալիս թե չէ։ Այսինքն համարում եք տրամաբանական Ռուսաստանի Չէ, նրանք ուրեմն լսեք, նրանք ունեն հազարամյա անընդհատ պետականության ավանդույթ։ Դու երբ որ մի բան ասում ես, պետք է հաշվարկես, թե ինչպես իրենք կարող են մեկնաբանել եւ ինչ ձևով կարող են հետո քեզ մտցնել փակուղի այդ քո ասացի համար։ Մեկ րոպե բան ասում կարող եք ասել։ Ինչպես կարող է հանգուցալուծել։ Հանգուցալուծումը հետեւյալն է, վաղը եւ այդ Փաշինյանը կանչում է այդ երրագլուխներին, ասում է, այս ճնշումները ձեր պատճառով են, ձեզ են վկայակոչում, որ դուք համարում եք, որ այս ընտրությունները լեգիտիմ չեք, դուք փաստորեն ցավ եք բերել է ժողովրդի գլխին։ Ձեր այդ կեցվածքով, հիմա քանի որ եկել եք խորհրդարան, դիմեք որպես խորհրդարանական ուժ, չէ, ես էլ հարգել եմ այդ նույն Պուտինի խնդրանքը, որպեսզի դուք մասնակցեք ընտրությունների, որտեղ նրանք ուրեմն այդ երրագլուխ ուժերը չպետք է գրանցվեին, եւ նրանց գրանցումը հարցականի տակ էր։ Պուտինի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը կանաչ լույս տվեց, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենց գրանցի իրենք մասնակցեն ընտրությունների, մասնակցել են, եկել նստել են ազգային ժողով։ Հիմա թող որպես խորհրդարանական ընդդիմություն դիմեն Մոսկվային, Կրեմլին, ոչ թե Հմայակ Հովհաննիսյանը դիմի։ Ես եմ ստիպված դիմել, չէ՞ ռուսերենով։ Փաշինյանը պետք է հրավիրի նրանց, ասի սա չի վերաբերվում ինձ, սա ճնշում է մեր ժողովրդի դեմ, հայ ժողովրդի դեմ, մարդիկ աշխատում են, իրանց քրդինքով, ամենաաշխատասեր աշխարհում ժողովուրդն է մեր ժողովուրդը։ Քրդինքով, ուրեմն աճացնում են այդ բարիքները, եւ հիմա դուք փաստորեն ձեր պատճառով ոչ թե պրոբլեմը այնա, որ ինձ չեն շնորհավորում, դի Նիկոլը նրանց ասի։ Չեն շնորհավորում, ես իմ համար իմ գործը անում եմ։
Տրամպը շնորհավորել է, Մակրոնը շնորհավորել է, Չինաստանը շնորհավորել է, բոլորը շնորհավորել են, ես իմ գործը անում եմ։ Հարցը դա չի։ Հարցը այն է, որ տուժում են մեր քաղաքացիները։ Այս հարցում մենք պիտի լինենք միասնական։ Ուրեմն, քանի որ տուժում են այս բանով, այս պատճառաբանությամբ, այսինքն որ այդ ճնշումները ընտրություններից հետո են, պարզ է, չէ, ընտրությունների արդյունքներից դրանք դժգոհ են։ Դուք ձեր կողմից ինչ եք անում, որպեսզի պաշտպանեք մեր ժողովրդի, ոչ թե ինձ, պետք է ասի Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ասես իմ հասցեին կարող եք ազգային ժողովում ասել, բայց դուք դիմեք, հասկացրեք ձեր հովանավորներին, ձեր պատրոններին, հասկացրեք, որ տուժում է ժողովուրդը, ոչ թե Հմայակ Հովհաննիսյանը դիմի նրանց, որպես անհատ, այլ դուք որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը խորհրդարանում զբաղեցրել է պաշտոններ եւ պատասխանատու է այս ժողովրդի համար, պատասխանատու է ոչ այն չափով, որ չափով իշխանությունն է պատասխանատու, բայց իր չափով, իր, այսպես ասած, ուրեմն մասնակցության չափով իշխանության մեջ, մասնակցության չափով, այդ մասնակցությունը վերցրել է իր վրա, ուրեմն այսօր, այս պահին, երբ որ այդ ապրանքները այնտեղ փթում են, երբ որ այդ մարդկանց վարկերով, վարկերի տակ մտնելու հաշվին աճեցրած բարիքները փչանում են, մարդիկ սնանկանում են, այս ժողովուրդն է սնանկանում, չէ՞։ Դուք էլ այդ ժողովրդի ներկայացուցիչներն եք պարլամենտում, հա, իշխանական ներկայացուցիչ եք, ընդդիմադիր ձեր ներկայացության չափով, որպես ընդդիմություն, դիմեք Կրեմլին, ասեք, որ ուրեմն ժողովուրդը մեղավոր չի, Բայց իշխանափոխությունը ժողովրդի ձեռքերով գուցե փորձում են անել, զայրացնել, վրդովեցնել ժողովրդին, որպեսզի ժողովրդական ալիքը բարձրանա, այսինքն դա ծրագիր է գուցե։ Երբ դուք ասում եք գնացեք այդ ծրագիրը բեկանեք, այ այստեղ եմ ես ասում, չէ, ես ասում եմ, որ նրանք պետք է ասեն, որ մենք ընդունակ ենք, մենք ապիկարներ չենք։ Մենք ինքնուրույն կարող ենք։ Մենք ընդունակ ենք մեր ժողովրդին հասկացնելու, որ այս իշխանությունը սնանկ է եւ մենք առանց ձեր միջամտության ընդունակ ենք իշխանապողություն անելու։ Ձեր ճնշումները մեր ժողովրդի դեմ մեզ չեն օգնում, այլ խանգարում են։ Մենք ժողովրդի աչքում դառնում ենք կոմպրոդորական ուժ։ Մենք դիտվում ենք որպես ոչ թե մենք նմանվում ենք 5-րդ Շարասյանը, երբ որ դուք անընդհատ ձեր ուրեմն օգնությունը չակերտավոր, դա արչի ծառայություն ընդդիմությունը ուրեմն կարողանար մեր ժողովրդին նաև համոզել, որ ինքը ապավինում է իր սեփական ուժերին եւ չի ապավինում Մոսկվայի հովանավորությանը, ավելի շատ մարդ իրենց կողմը կկանգներ, հա։ Ես ձեզ ասեմ իր արդյունքները ընտրությունների եւ իր հեղինակությունը եւ իր քշիրը շատ ավելի մեծ կլիներ։ Այսօր այդ քշիրը շատ համենայն դեպս այսօր դա պարզ անզեն աչքով է երևում, ինչու նրանք ընտրություններից հետո չկարողացան փողոց անել ժողովրդին, որտեղ ժողովուրդը տեսնում էր, որ իրանք ուրեմն շարժվում են քաղաքական դաշտում հենափայտերով, իրանք ինվալիդների նման, այսինքն այդ ոնց որ ինվալիդը կալյասկայում, այդ կալյասկան էլ բռնելա Կրեմլը, որ իրանք այդ ձևով են ուզում, հասկանում եք, այն պահից, երբ որ Պուտինը դիմեց Փաշինյանին, որ մենք ուզում ենք բացահայտ, ասելով, որ նրանք մերն են, մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները ուրեմն մասնակցեն ընտրություններին, նա էլ ասում չէ, մեր օրենքը դա արգելափակում է, մեր օրենքը դա չի նախատեսում, որ այլ երկրի քաղաքացիները մասնակցեն, ընտրվեն ինչ-որ պաշտոնների, ընտրվեն պատգամավոր, բայց միայն այդ հարցով արդեն պարզ դարձավ, որ Մոսկվան չի թաքցում, որ սա իրանց ուժն է, իրանց 5-րդ Շարասյունն է, չի թաքցնում Մոսկվան, պարզ ասում է, որ սրանք մերն են։
Եվ հիմա էլ իր գործողություններով դա է հարցնում, ելնելով ձեր տրամաբանությունից, ստացվում է, որ Ռուսաստանը չի վստահում այս ուժերին, որ իրենք կարող են իշխանափոխություն անել, եւ Ռուսաստանը իր միջոցներն է ձեռնարկում, որը եւ այս էմբարգոն է, այս հայտարարություններն են, այս չճանաչելն է եւ այլն եւ այլն։ Որովհետեւ այս ուժերը Ռուսաստանն է դուրս գալիս Նիկոլ Փաշինյանի դեմ, չվստահելով իր, ինչպես դուք եք ասում, ինչպես նկարագրեցիք Սայլակի վրա նստած ուժերին, որոնց նա հաշմանդամ ուժերին։ Այո, չի վստահում այլևս այդ ուժերին եւ ինքն է դուրս եկել Փաշինյանի դեմ։ Այդպես է ստացվում, այդպես է նկարագրում դուք կամ հասկանում իրավիճակը։ Ուրեմն Ռուսաստանը որ այդպես է կողմնորոշվում է այն պատճառով, հենց այդ ձևով, որ այս ուժերն են ասում, որ իրանք ընդունակ չեն։ Այս ուժերը քանիցս բարձրացնում են խնդիր, բարձրաձայնում են, որ իրանք կուզենային, որպեսզի ժողովուրդը դուրս գար փողոց, հասկանում եք, բայց ժողովուրդը դուրս չի գա։ Չկարողացավ հասնել Ռուսաստանը այս միջոցով ժողովրդին այսքան վնաս հասցնելով փորձում է ժողովրդին դուրս բերել փողոց, հա? Ռուսաստանը ուղիղ Եվ ընդվզում եւ պարակտում եւ չգիտեմ ինչ որ ալիք բարձրացնել Հայաստանի ներսում այս ուժերը անընդհատ վկայակոչում են Ռուսաստանին, Մոսկվան, այս ուժերը որևէ քայլ չեն անում ասելու Մոսկվային, որ իրանք ընդունակ են բոլոր հարցերը լուծելու եւ իրանք Մոսկվայի հովանավորության կարիքը չեն զգում ներքաղաքական հարցերի Մոսկվայի միջամտությունը չեն խրախուսում, որ դա համարում են իրենց համար անընդունելի, որ իրանք ունակ են ուրեմն իրանք ունակ են քաղաքական պայքարում հասնելու արդյունքի քաղաքական պայքարում հասնելու արդյունքի առանց ապավինելու արտաքին ուժերին Այս հայտարարությունը նրանք պետք է անեն, այս դիմումը նրանք պետք է ուղղեն Ռուսաստանին։ Բայց Ռուսաստանին դա կբավարարի, եթե նորից ասում եմ, դա ելնելով ձեր տրամաբանությունից։ Այո, միանշանակ, որովհետև այս ուժերն են ներքաշում Ռուսաստանին Հայաստանի ներքաղաքական պայքարի մեջ։ Այս ուժեր եւ Նիկոլ Փաշինյանը իր բիրտ ինձ համար ասեմ անընդունելի որտեվ ես միշտ էլ եղել եմ ուրեմն ճնշումները ինձ համար անընդունելի են ցանկացած ճնշումներ ընդհանրապես ուժային ռեսուրսի օգտագործում ներքաղաքական պայքարում ես ինքս եղել եմ Սերժ Սարգսյանական ռեժիմի ժամանակաշրջանում այդ ուժային միջոցների զոհը թիրախը ուստի ես դա չեմ ընդունում բայց Նիկոլ Փաշինյանը դա արդարացնում է եւ չէր կարողանա արդարացնել եթե այս երագլուխ ընդդիմությունը դիմեր Ռուսաստանին եւ համապատասխան կեցկված որդեգրեր պահանջելով արտաքին ուժերին բոլոր կարգի չմիջամտել ներքաղաքական գործեր Նիկոլ Փաշինյանը արդարացնում է իր այդ բիրտ միջոցները նրանով որ սրանք արտաքին ուժերի գործակալներ են, որ ինքը փաստորեն Հայաստանի ազգային անվտանգությունն է պաշտպանում արտաքին միջամտություններից, արտաքին բիրտ միջամտություններից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հիմքեր չի ունենա դա անելու, այդ ուժային միջոց ներկայացնելու այս գլուխ կուսակցությանը որպես կոմպրոդոր, որպես 5-րդ շարասյուն հիմք չի ունենալու, եթե այս մարդիկ որդեգրեն այդ քաղաքականությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է հրավիրի նրանց առաջարկություն անի, ասի կամ դուք ի վերջո պետք է ձեզ պահեք որպես ազգային ուժ, որը դեմ է ցանկացած տիպի արտաքին միջամտությունների եւ դրա համար եւ մասնավորապես Եվրոմիությունը սանկցիաներ չի մտցրել, հասկանում եք, չի ճնշում, որ ասենք Նիկոլ ճնշում է Ռուսաստանը չի թաքցնում, որ դուք իր հովանավորյալներն եք, դուք էլ դա չեք թաքցնում։ Հիմա դուք պետք է դա կանխեք, դա ձեր պարտքն է։
Եթե չեք անելու դա, ուրեմն արդարացված այն, որ ես ձեզ ներկայացնում եմ որպես 5-րդ շարաշուն եւ համապատասխան միջոցներ եմ ձեռնարկում։ Տանում եմ, բանտարկում եմ, նստացնում եմ, ծեծում եմ, ջարդում եմ, ես եմ անում, որտեվ դուք 5-րդ շարաշուն եք։ Որտեվ դուք ձեր ներկայությամբ, ձեր քայլերով Հայաստանի ներսում վտանգում եք Հայաստանի ժողովրդին։ Գցել եք նրանց ռուսների քացու տակ, ձեր կեցվածքով, ձեր հայտարարություններով, ձեր մոտեցումներով, հիմա դուք ապացուցեք, որ այդպես չի, բերեք պայմանավորվենք, ես ուրեմն ազատում եմ այդ մարդկանց, ովքեր կան, ինչ են, ով են, ինչ են, բայց դուք դիմում եք նրանց եւ ասում եք, որ մենք ձեր օգնության կարիք չունենք, հերիք է այս ճնշումները ժողովրդի դեմ, սա մեր ժողովուրդն է, մեր հարազատ ժողովուրդն է, դրանից Նիկոլ Փաշինյանը չի դժում, ու այս ժողովուրդը դուրս չի գա, այս ճնշումները ոչ միայն չեն նպաստում, որ ժողովուրդը ակտիվանա իօգուտ այս երագլուխ կուսակցության, այլ ընդհակառակը խանգարում են դրան, ընդհակառակը ժողովուրդը ավելի գրգռվում է, դա իմիջիայլոց ռուս վերլուծաբաններից մենակ մեկն է, Պլատոշկինը հասկանում եւ այդ մասի խոսում։ Չնայած վերջերս նաև մեր հայրենակից Կարինե Գևորգյանը այդ մասին խոսեց եւ ճիշտ խոսեց, որ այս ճնշումներով ոչ թե այս ճնշումները ոչ թե կարելի է հասնել նրան, որ ժողովուրդը ապստամբվի Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ ընդհակառակը, հասկանում եք, ընդհակառակը, որովհետև մեծ հաշվով սա կարող է բերել միայն նրան, որ կարագացնի, այո, Հայաստանի քայլերը դեպի Եվրոմիություն եւ Ռուսաստանից հեռանալու ճանապարհով։ Ինչի մասին իմիջիայլոց Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասել է եւ ճիշտ ասել։ Ճիշտ ասել, որ դա միայն այդ հետևանքը կարող է ունենալ։ Այսինքն մինչև հիմա այս մարդիկ չհասկացան, որ այս 10 տարի է չեն հասկանում, որ հնարավոր չի պրոպագանդիստական միջոցներով համոզել այս ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Ղարաբաղի կորստի համար, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կանխել Արցախի կորուստը, բայց չկանխեց, որ դա նախագծված չէր, ուրեմն ուժային աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից, պարզ խնդիր էր լուծվում, պարզ խնդիր, եւ այն ժամանակ համատեղ էին լուծում համանախագահները, որ փաստորեն հաշտվեցին այն բանի հետ, որ խախտվեց պարտավորությունը Ադրբեջանի ագրեսիայի միջոցով, ռազմական ճանապարհով հարցը չպետք է լուծվի, որովհետև դա պայմանավորվածություն կար։ Ռուսաստան, Արևմուտք այդ հարցում համամիտ էին, ինչու, որովհետև եւ Ռուսաստանը, եւ Արևմուտքը ուզում էին, որ տարածաշրջանը բացվի։ Այն ինչին մինչ այսօր չեն հասել։ Ուրեմն Ռուսաստանը մտածում էր, որ ինքը կարողանա օգտվել դրանից։ Արևմուտքը չէր փարատում այդ Ռուսաստանի հույսերը, քանի դեռ հարցը Արցախի լուծված չէր, որտեվ հայկական կողմը ի վիճակի չեղավ տարածաշրջանը բացելու։ Հայկական կողմի հաղթանակը չբերեց տարածաշրջանի բացմանը աշխարհի համար, իսկ Ադրբեջանը խոստանում էր դա անել իր հաղթանակի, իր այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման շնորհիվ, արդյունքում։ Եվ դրա համար, քանի որ Հայաստանի միջոցով հնարավոր չեղավ այդ հարցը լուծել, բացել, ուրեմն պետք էր որոշեցին գնալ ընդառաջ Ադրբեջանի։ Ռուսաստանը հույս ուներ, որ ինքը կարողանա մոդերատորի դերում հանդես գալ, եւ այդ հույսով ուրեմն կանաչ լույս տվեց, հետագայում ամրագրելով նոյեմբերի 9-ի համաձայնությունների մեջ կետը, որ պետք է տեղակայվի FSB-ի զորքը Սյունիքում, իսկ հետո Տրամպը ռուսերեն
ինչպես են ասում, перехватил инициативу։ Շատ հետաքրքիր է նաև, որ եւ ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այդ փաստի վրա, 18 թվականին անմիջապես իշխանափոխությունից հետո, որը հռչակվեց եւ ներկայացվեց աշխարհին որպես հեղափոխություն, որպես թավշյա հեղափոխություն, դե արևմուտքը թավշյա հեղափոխությունները ողջունում է։ Դա Տրամպի ուրեմն առաջի կոնդիցիայի ժամանակ էր, առաջի ժամկետի։ Ուրեմն այն ժամանակ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գնացել էր Միացյալ Նահանգներ, Ադամ Շիֆի հետ էր հանդիպում, փորձում էր նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տրամպի հետ աշնանային ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, որ Տրամպը ընդունի արժանացնի Փաշինյանին իր ուշադրությամբ։ Աուդիենցիա, ինչպես ժամանակին Բուշը կարճ անգամ հանդիպում, ինչպես Բուշը ժամանակին Սաակաշվիլին ուրեմն արժանացրեց։ Ну, թավշյա հեղափոխություն։ Գնացել է Նիկոլ Փաշինյանը գնաց, մի ամիս պատրաստում էր Միրզոյանը, չկարողացան հասնել դրան։ Տրամպը չընդունեց ընդհանրապես։ Ինչու՞, որտեղ այն ժամանակ Հայաստանը դիտվում էր որպես երկիր, որը խոչընդոտ է։ Արցախը, Հայաստանը խոչընդոտ է, որ տարածաշրջանը բացվի եւ այդ խնդրեմը ուրեմն իրանք արդեն այն ժամանակ որոշում ունեին, որ չի կարելի այդ ստատուս քվոն պահել, որտեղ այդ ստատուս քվոն 20 տարվա ընթացքում հնարավորություն չտվեց բացել տարածաշրջանը։ Ուրեմն այդ ստատուս քվոն պիտի վերջանա, իսկ քանի որ ստատուս քվոյի կողմնակիցը հենց Հայաստանն է, ստատուս քվոյի կողմնակիցը հայկական կողմն է, ուրեմն այդ Հայաստանի ղեկավարին չպետք է ընդունել ընդհանրապես եւ այլ։ Եվ այդ նույն Տրամպը ինչպես ընդունեց Փաշինյանին եւ հիմա, չէ՞, ինչն է փոխվել։ Փոխվել այն, որ այսօր Հայաստանը, այո, պատրաստ է նպաստել տարածաշրջանի բացմանը։ Դա աշխարհի համաշխարհային կենտրոնների պահանջն էր եւ Հայաստանը չէր կարող գնալ ընդդեմ դրան։ Այն մարդիկ, ովքեր ասում են, թրիպը սենս, թրիպը էմպես եւ այլն, Կանադա, դրանք քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ են, դա քաղաքական մարդիկ չեն։ Դրանք քաղաքական գործիչներ չեն։ Դրանք չեն հասկանում դա։ Մեղադրում են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը այս պատմության մեջ կատարող է։ Իլխան Ալիևն էլ է կատարող։ Դրա համար ոչ թե Իլխամն ու Նիկոլն են հավակնում Նոբելյան մրցանակի արժանանալու, այդ թվում նաև ստեղ խաղաղություն հաստատելու, այլ Տրամպն է հավակնում, եւ ճիշտ է հավակնում։ Մինչդեռ ասենք օրինակ նույն ժամանակ հավակնում էին Իսրայելի եւ Անվար Սադատը Եգիպտոսի, այսինքն հրեա եւ արաբ ղեկավարները։ Մեր պրոբլեմը ուրիշ է, մենք այստեղ ի տարբերություն Իսրայելից մենք սուբյեկտ չենք նույնիսկ այն ժամանակ, երբ որ հաղթած էինք պատերազմում, իսկ հիմա առավել եւս պարտությունից հետո։ Եվ մենք պետք է շատ սթափ գնահատենք մեր հնարավորությունները, սա ռեալ պոլիտիկն է։ Եթե ռեալ պոլիտիկի հետ դու հաշվի չես նստում եւ ռեալ պոլիտիկով չես զբաղվում, ռեալ պոլիտիկն է քեզանով զբաղվում։ Համապատասխան հետևանքներով։ Սա շատ լուրջ բան է։ Դրա համար ես ասում եմ, մեր երկիրը այսօր այն վիճակում չի, որ ուրեմն մարդիկ այս բազարները անեն ազգային ժողովում, այս այլանդակ այս խոսակցությունները, ես զզվում եմ ուղղակի այդ խոսակցությունները լսելու, ես ուղղակի իմ ներվային համակարգը քայքայվում է, բայց ստիպված եմ լսել, որտեղ Հայաստանի ազգային ժողովն է, ես էլ Հայաստանի քաղաքագետների միության նախագահն։
Բայց սա սարսափելի է, այս իրավիճակում այս մակարդակը, դիսկուրսի, քաղաքական դիսկուրսի այս մակարդակը։ Մարդիկ թող մի հատ համեմատեն։ Իսրայելում պակաս սուր հարաբերություններ չեն կնեսետում ընդդիմության եւ իշխանության միջև եւ բայց հաշվի առնելով այսօրվա վիճակը նույնիսկ դժգոհ լինելով Բիբիից այնուամենայնիվ փորձում են նպաստել երկրին ոչ թե նրան առաջնայինը երկրին նպաստելն է եթե դու տեսնում ես որ քո այդ քայլերը կարող է նպաստելով երկրի խնդիրները լուծելուն դու ուժեղացնում ես գործող իշխանությանը դու չպետք է դրա արժև կանգնես որտեղ առաջնայինը դա երկրի խնդիրների լուծումն է այլ ոչ թե ներքաղաքական մրցակցությունն է այսօր դու դա արա ժողովուրդը կգնահատի քեզ որ դու անշահախնդիր ես որ դու առաջինը տեսնում ես իր խնդիրը այդ շինականի խնդիրն ես տեսնում այդ դժբախտ մարդու որը լարսում օրերով ամիսներով այմոր դա սարսափելի է դա խոշտանգում է չէ մի ամբողջ ժողովրդի խոշտանգում է տեղի ունենում մի ամբողջ ժողովրդի խոշտանգում է տեղի ունենում սրանք ինչի մասին են մտածում եթե դու պետք է գաս իշխանության ուրեմն այս ճնշումների այս մարդկանց դժբախտությունների հաշվին բավաղ է այդ իշխանությունը ոնց ես դու մարսելու ոնց ես դու մարսելու այդ իշխանությունը ախր իշխանությունը վերցնելը մի այ բայց իշխանությունը կորցնելը երկուսն է որովհետև դու պետք է պատասխան տաս թե ինչի գնացիր այդ գնով այսինքն ինչ դու ի վիճակի չես ժողովրդին ոտի հանել եւ դրա համար ապավինում ես Մոսկվային եւ նաեւ համաձայնես նրա հետ որ Մոսկվան այս ժողովրդին ճնշի այս մարդկանց ընտանիքները քայքայի այս մարդկանց ուրեմն ունեզրկի այսպիսի վիճակի մեջ դնի ոնց կարելի է այսօր պետք է միանան այս հարցը լուծեն սա ժողովրդի հարցն է սա ուրեմն ընդդիմություն իշխանություն չի է նշանառության տակ են վերցնել մեր ժողովրդին իսկ ի՞նչ է Շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյան այսօրվա զրույցի համար Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար որովհետև երբ որ ասելիք ունես եւ քեզ հնարավորություն չեն տալիս այդ ասելիքը ներկայացնելու դա շատ ծանր է, դա ոնց որ դա լրացուցիչ ճնշում է, հասկանում եք, այսինքն լսել ես զառանցանքները ազգային ժողովում եւ հնարավորություն չունենալ սեփական ասելիքը, որը իսկապես այլընտրանք է եւ մտածելու տեղի կա տալիս, այդ ասելիքը չկարողանաս ներկայացնել շատ ծանր է։ Ես դրա համար ասում եմ, որ Ես դրա համար էի ուզում ոչ թե անձնական նկատառումներից ելնելով ընտրվել ազգային ժողովի դեպուտատ, որպեսզի գոնե իմ ներկայությամբ կանխեմ այն ինչ որ կատարվում է այս ազգային ժողովում։ Կատարվում է 5 տարի եւ ավաղ կարող է շարունակվել եւս 5 տարի։ Չցավոք սրտի մեր քաղաքական դաշտը ապականվել է, ապականել են հատուկ եւ դա տեղի ունեցել ես կասեի այդպես անկախության ձեռքբերումից հետո մեզանում կուսակցությունները չեն կայացել, մեզանում կուսակցությունները վեր են հացվել գրուպի по захвату власти մենք տեսնում ենք որ մեր ընտրությունների ժամանակ ծրագրերը չեն կարևորվում ես ձեզ օրինակ բերեմ այդ տեսեք Կարեն Դեմիրճյանը 15 տարի երկիրը ղեկավարել էր նա կարիք չուներ ծրագրի նա ինձ տանջում էր այդ ծրագիրը մշակելու ընթացքում ծրագիրը ես եմ մշակել եւ իր նախընտրական պլատֆորմը նախագահական ընտրություններ եւ կուսակցության ծրագիրը ՀԺԿ-ի հիմնադրումից հետո
իսկ ՀԺԿ-ի որպես ծրագիր ընդունվել էր նախընտրական պլատֆորմա, ծրագրի հիմնադրույթներ, հիմնադիր համագումարում, հետո դրանց հիման վրա ինձ տանջում էր ամեն մի բառի համար, ամեն մի նախադասության զարմանալի կթվար, մարդը, եթե մեր իրականության մեջ կար քաղաքական գործիչ, որը ինքը իր էությամբ, չէ, իր կեցվածքով ծրագիր էր, ինքը մարդ ծրագիր էր, այսինքն որ ինքը վերադառնում էր, պարզ էր, չէ, ինքը ինչ անելու, բոլորը գիտեին, ինչու պետք է դա անպայման արտացոլվեր ծրագրում։ Նեման այսօրվա կուսակցություններն էլ այդպես կարծեն։ Ոչ, այսօրվա մեզ պետք չի ծրագիր ուրեմն այսօրվա կուսակցություն, ես էդ եմ ասում, չէ, տարբերությունը, մարդը որ կարևորում էր ծրագիրը, ինքը լինելով ֆավորիտ, ինքը ոչ թե որպես հիմք ընտրվելու համար, հաջողության հասնելու համար, չէ, իր հետագա գործունեությունը արդյունավետ դարձնելու համար, մշակել ծրագիր երկարաժամկետ եւ ձգտել իշխանության, որպեսզի այդ ծրագիրը իր սա է կուսակցությունը, մեզանում չկան կուսակցություններ, մեզանում կան խմբավորումներ, որոնք պայքարում են պաշտոնների եւ փողի համար։ Հմայակ Հովհաննիսյանն էր, սիրելի բարեկամներ, մեր զրուցակիցը, Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, զրուցվարում էի ես, Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։